վարչապետը Արժանբյուրից կարծում եմ դահլիճում էիք, երբ որ ըստ էության մամուլին հղում անելով ընդ որում իշխանական, խոսում էր, որ KGB-ի ագենտ է Կաթողիկոսի եղբայրը, այն մյուս բարձրաստիճան հոգևորականը սեռական մոլագար եւ այլն։ Կարծում եք մենք չունենք այսպես ապացույցների կարիք, ասենք եթե KGB-ի ագենտ է եւ դա ասում է վարչապետը, իմ մոտ հարց է առաջանում ինչու բռնված չի, որովհետև այդ մարդը մի քանի անգամ եկել է Հայաստան, գնացել է ընթացքում, կամ միջազգային հետախուզում թող հայտարարվի։ Եթե KGB-ի ագենտ չի եւ ուղղակի այսպես թիրախավորման նպատակով է ասում, դա ինչքանով է ճիշտ։ Ուզում եմ ասել, այսպես մեղադրանքներ են հնչեցվում, որոնք իրավական գնահատականի չեն արժանանում։ Ինչու՞։ Սա շահարկման նպատակով է։ Եթե անկեղծ լինեմ, շնորհակալություն հարցի համար, եթե անկեղծ լինեմ, ես վարչապետի խոսքը տենց ուղիղ չեմ ֆիքսել, որ ես շատ սեղմեցի, շատ երկար էր այդ խոսքը, եւ չգիտեմ արդյոք ուղիղ, այսինքն դա ասվել է թե ոչ, բայց մամուլին, այո, ընդ որում ՀԺ-ին կարծեմ եւ սիրիկ։ Այսինքն հղում է արել։ Ասում է մամուլում այսպիսի բան կա եւ այլն, բայց եթե վարչապետը հնչեցնում է, ստատուս է, չէ՞ տալիս։ Այդ լուրին ստատուս է ինքը տալիս, արժևորում է այդ լուրը, որ Արժանբյուրից նախ մամուլին հղում տալը, այո, եթե մամուլում օրինակ հայտնվել է նման տեղեկատվություն, ես կարծում եմ իրավապահները կարող են սկսել հետաքննություն այդ մասով, այսինքն հասկանալու համար արդյոք ինչ հիմքեր կան եւ կան արդյոք այդպիսի։ Ինչու՞ չի լինում նման հետաքննություն։ Ես տեղյակ չեմ, ճիշտն ասած չեմ էլ հետաքրքրվել, մամուլում տարածված նման տեղեկատվություններ, եթե այդպիսին կա, չեմ կարծում, որ չունի տրամաբանական առնվազն հիմքեր, որովհետև իմ դիտարկմամբ բոլոր են ժամանակները եւ բոլոր են տեքստերը, որոնք ասվել են այդ հոգեվորականների կողմից, միանշանակ, այսինքն համընկնում են ռուսական պրոպագանդիստների տեքստերին։ Հետևաբար, այո, ինձ մոտ էլ կարող են կասկածներ առաջանալ, որ կարող է եւ այս մարդիկ ծառայում են ոչ Հայաստանի Հանրապետության շահին։